Բարև ձեզ, իմ բոլոր հայ հետևորդներ, շնորհավորում եմ ձեր նոր և հին նոր տարի։ Ամբողջ աշխարհում բոլոր ազգերն էլ նշում են նոր տարին հունվարի 1-ին։ Իհարկե մենք նույնպես բացառություն չենք, նոր տարին նշում ենք հունվարի 1-ին բոլորի հետ, ամբողջ աշխարհի հետ։ Սակայն Հայաստանում ոչ միայն հունվարի 1-ին են նշում են նաև հունվարի 13-ին, իհարկե հին տոմարով։ Եվ այդ օրը անպայման ինչ են պատրաստում, Պասուց տոլման։ Չնայած, որ ես ազգությամբ եզդի եմ, բայց սիրում եմ հայ ազգին և Հայաստանում ապրող բոլոր եզդիները ունեն մեծ հարգանք հայ ժողովրդի նկատմամբ։ Ես նույնպես բացառություն չեմ և հենց դրա համար էլ ուզում եմ այսօր պատրաստել հայկական ավանդական ճաշատեսակ, որը կոչվում է Պասուց տոլմա, ինչպես արդեն նշեցի։ Սիրելիներս, մեզ ինչ է հարկավոր Պասուց տոլմայի համար։ Ես պատրաստել եմ ձավար, աղացած, խոշոր ձավար, կարմիր լոբի, սակայն կարմիր լոբին ես արդեն կոտրել, քանի որ մենք բոլորս էլ գիտենք, կարմիր լոբին մի քիչ ուշ եփվող է։ Նաև պիտի օգտագործեմ չոր կանաչեղեն, սա չոր ռեհանն է և չորացրած ցիտրոն։ Նաև մենք ունենք այստեղ կան ոսպերի մի քանի տեսակ, խոշոր և մանր։ Ես օգտագործում եմ մանրը։ Նաև ունեմ այստեղ կլոր բրինձ։ Երբեմն հիմա մարդիկ անվանում են ռիզոտո բրինձ, բայց ես քանի հիշում եմ դեռ իմ մանկության ժամանակ Հայաստանում ասում էին կլոր բրինձ։ Դրա համար էլ շեշտում եմ, որպեսզի ժողովուրդը ով օգտագործել է կլոր բրինձ, նա արդեն կիմանա։ Ես այդպես եմ ասում, համենայն դեպս իմ հայ հարևանուհիները այդպես էին պատրաստում։ Ես տեսել եմ, թե նրանք ինչպես էին պատրաստում և հիմա նույն ձևով ուզում եմ ցուցադրել։ Սա թթու կաղամբ է։ Իմ հայ հարևանուհիները Պասուց տոլման պատրաստում էին թթու կաղամբով։ Իհարկե, Պասուց տոլմայի համար հատիկեղենը և կաղամբը շատ կարևոր է։ Դրանք հիմնական բաղադրիչներն են փաթաթելու համար։ Բայց չմոռանանք, որ Պասուց տոլմայի մեջ բավականին շատ սոխ և կանաչեղեն են օգտագործում։ Եվ այստեղ իմ կտրատած կանաչեղենից է մաղադանոսը, համեմը և սամիթը։ Ես համոզված եմ, որ այսօր ամեն մի տանտիկին ունի իր առանձնահատուկ համերն ու հոտերը։ Սակայն ես պատրաստելու եմ հենց իմ հարևանուհու պատրաստած Պասուց տոլման։ Իմ հարևանուհին Շուշիկը, կարծում եմ կտեսնի և կհիշի այն օրերը, երբ մենք կողք կողքի ապրում էինք։ Շուշ ջան, ուզում եմ շեշտել, որ չնայած ապրում ենք հեռու միմյանցից, բայց ես անձամբ չեմ մոռանում մեր դժվար, բայց շատ սիրելի ապրած օրերը, մեր այդ գեղեցիկ ու հաճելի հարևանությունը։ Ռուզան ջան, քեզ նույնպես հանկարծ կռիվ չանեք։ Եվ հիմա մենք ավելացրեցինք ձեթը, ինչպես Շուշիկներ անում, հիմա կավելացնեմ սոխը։ Կանաչին հիմա չեմ ավելացնելու, կավելացնեմ վերջում, որպեսզի իր համը, հոտը, բուրմունքը չկորցնի։ Այն ժամանակ ես հարցնում էի հարևանուհիներից, թե ինչու յուղով չեն տապակում։ Եվ ինձ բացատրում էին, որ Պասուց տոլման հիմնականում
մատուցում են սառը վիճակում, իսկ յուղը կսառչի և այնքան էլ համեղ չի լինի։ Դրա համար պատրաստում էին ձեթով։ Եվ այսպես թողնելու ենք սոխը մի փոքր տապակվի, ապա ավելացնենք տոմատի մածուկը։ Հենց որ սոխը սկսում է տապակվել, մի թողեք այն վառվի, ավելացրեք տոմատի մածուկը։ Ցանկալի է, որ այն լինի ջրով բացված։ Եվ հենց այն սկսում է եփվել, սկսում ենք ավելացնել հատիկեղենը։ Ավելացնում եմ կոտրած լոբին, ձավարը, խոշոր ձավար, մանր ոսպը, կլոր բրինձը և որպեսզի ավելի անկեղծ և պարզ լինեմ ձեզ հետ, նախապես եփված կարմիր լոբին, սիսերը, սպիտակ լոբին, ահա տեսնում եք սիսերը, սպիտակ լոբին, կարմիր լոբին, նաև եգիպտացորենի հատիկներ։ Իսկ հիմա ավելացնում եմ 1 ճաշի գթալ չորացրած ռեհան և 1 ճաշի գթալ ցիտրոն չորացրած։ Տոմատի մածուկով մատուցված թասիկով ավելացնում ենք մի բաժակ ջուր։ Իսկ հիմա այս բոլորը միասին խառնելու եմ, թողնելու եմ մի փոքր 5 րոպեի ժամանակահատվածում եփվի, որպեսզի ամբողջ այս համային տեսականին միաձուլվի և դառնա շատ համեղ խառնուրդ։ Եվ բացի այդ, այս ջրային մասն էլ պիտի եփվի և պնդանա, որպեսզի հանգիստ կարողանանք կաղամբի մեջ փաթաթել։ Տեսնում եք, առանցին եփված սիսերի հատիկները և լոբին ինչ գեղեցիկ տեսք ունեն։ Իսկ կոտորած լոբին, կարմիր լոբին, նույնիսկ չի էլ երևում։ Մեր խառնուրդը արդեն պատրաստ է։ Չմոռանանք ավելացնել թարմ կտրտած կանաչեղենը։ Հիմա այն կսկսեմ նորից խառնել, ինչ համեղ հոտ ունի։ Անմահական բուրմունք։ Ասեմ, որ պասուս տոլման շատ առողջարար է։ Այն կրում է իր մեջ բավականին շատ վիտամիններ։ Հարգելիներս հիշեցնեմ, որ սա մեր YouTube-յան եզդերեն լեզվով Կավանյե Եզդիա ալիքն է։ Կավանյե Եզդիա ալիքում ես պատրաստում եմ մեր եզդիական ավանդական ճաշատեսակները։ Իհարկե այնտեղ կան ևս այլ ազգի ճաշատեսակներ։ Խնդրեմ համեցեք և չմոռանաք մեզ անպայման գրել։ Հավանեցիք մեր եզդիական Կավանյե Եզդիա ալիքը։ Արդեն բավականին
Սառչելուց հետո սկսում ենք փաթաթել։ Աղ չեմ ավելացնելու, որովհետև մեր կաղամբը արդեն աղի դրած կաղամբ է։ Հիմա վերցնում ենք կաղամբը, ավելացնում ենք մեր միջուկը, հատիկեղենով պատրաստված։ Այն պետք է լինի այնքան, որ կարողանանք փաթաթել կաղամբը։ Հիշեցնեմ, որ այն չենք սեղմում շատ, որովհետև դեռ եփելուց հետո այն չպատրվի։ Շատ լավ միտք է, որ միջուկը մի փոքր եփում ենք։ Սիրելի հայուհիներ, ասացեք խնդրեմ, ձեզ դուր է գալի իմ պատրաստման ձևը։ Ես չեմ հարցնում որքանով է ճիշտ, որովհետև ինչքան որ փորձեմ լավ պատրաստեմ, միևնույն է։ Հայուհու ձեռքի պատրաստված պասուսը համոզված եմ, որ կլինի բոլորովին այլ համ, ավելի համեղ ու հրաշալի։ Պասուս տոլման պետք է լինի մեծ, այն թփով տոլմայից մի քանի անգամ ավելի մեծ է, խոշոր։ Իսկ հիմա փաթաթած տոլմաները պիտի տեղափոխեմ կաթսայի մեջ, որպեսզի եփենք։ Ահա եւ մեր առաջին շերտը, շատ գեղեցիկ ու հարմարավետ, դրել եմ կաթսայի մեջ։ Երկրորդ շերտը պիտի դրվի հակառակ կողմից։ Սովորաբար թփով եւ մսով տոլման նույնպես նույն ձևով ենք դնում։ Եթե առաջին շերտը դրվում է մի հորիզոնական դիրքում, ուրեմն մյուս երկրորդ շերտը պետք է դրվի դրա հակառակ դիրքով։ Դա իհարկե այդպես արվում է, որպեսզի ջուրը կարողանա իջնել մինչև կաթսայի հատակը։
Ահա եւ մեր եզդիկ կնոջ ձեռքով պատրաստված հայկական ավանդական պասուս տոլմա։ Իսկ հիմա հարգելիներս ավելացնեմ ջուր եւ սկսենք եփել։ Չմոռանանք վրան դնել ափսե եւ եթե հնարավոր է մի փոքր ծանրոց։ Ահա եւ վերջապես մեր սեղանի զարդը, հայկական պասուս տոլման։ Իմ սիրելի հետևորդներ, ամբողջ աշխարհում գտնվող հայեր, հին տոմարով հայկական նոր տարին է, շնորհավորում եմ ձեզ բոլորին եւ մաղթում առողջություն, հաջողություն ու կարևորը աշխարհին էլ խաղաղություն։ Թող բոլոր երեխաները լինեն ուրախ ու երջանիկ, ծնողների հետ, տատիկ պապիկների հետ միասին։ 2026 թիվը թող լինի առողջության, կնուքների, ծնունդների եւ հարսանիքի ուրախ օրերով լի։ Եղեք առողջ եւ երջանիկ։